Պարարտացումը որպես առանցքային գործոն իրենից ենթադրում է մակրոէլեմենտների եւ միկրոէլեմենտների ճիշտ համադրություն։ Ընդ որում էլեմենտներից յուրաքանչյուրը հանդիսանում է սահմանափակող գործոն։ Այսինքն, եթե ամբողջ 10 սնուցիչներից որևէ մեկը բացառենք, ապա արդյունքը կլինի 0։ Եվ նշեմ նորից, որ նշանակություն չունի դա մակրոէլեմենտ է թե միկրոէլեմենտ։ Օրինակի համար, եթե անհրաժեշտ է 1 հեկտարին տալ 100 կամ 200 կիլոգրամ ազոտական պարարտանյութ, ապա եւ ընդհանրապես բացառել որևէ միկրոէլեմենտի ներկայացում այդ համադրության մեջ, ապա արդյունքը կլինի 0։ Պարզապես տրված պարարտանյութը ազոտը չի վերածվի բույսի կողմից օրգանական զանգվածի։ Օրինակի համար նշեմ, որ 200 կիլոգրամ ազոտ յուրացնելու համար բույսին անհրաժեշտ է ընդամենը 1 հեկտարի հաշվով 50 գրամ պղինձի օրինակ կամ 10 գրամ մոլիբդենի ներկայություն։ Հետևաբար պարարտանյութերից, սնուցիչներից, էլեմենտներից յուրաքանչյուրը հանդիսանում են սահմանափակող գործոն։